այն սպիտակեցնում է։ Մարիանուշ, հեռախոսի զարանդիկը ուր է։ Պապ, ինձ Մարիանուշ մի ասեք, ես Մարին եմ։ Ես ինչ ամառային սալատա դեմքիդ կպել։ Պապ, խանգարում ես, ես հիմա ուղղակի եթերում եմ։ Հարգելի ինտերնետ դիտորդներ, ճիշտ է, վարունգը դեմքին շատ օգտակար է, բայց ընտանեկան բյուջեին ահավոր վնասակար է։ Այսօր այսքանը ձեր հետ էր բլոգեր Գառնիկը։ Փոքրիկ խոտանի համար, դե ինչ շարունակվում է խորհուրդները Մարիից բլոգը։ Մաշկի խնամքը աղջիկների համար շատ կարևոր է։ Ես գլխիդ մաս կա, ինչ լավ է։ Ինչի։ Ինձ թվաց, որ առավոտը սանրվել է, սաղ մազերդ մնացել է սանրի վրա։ Իսկ դու կարես ասես, այնիշն է այնինչը, ոչ աշխատում է, ոչ սովորում է, ու սաղորը հիմար դուրս է տանում։ Դու կա։ Չէ, դու։ Տենց մի ասա, պապ, ես երեք իմ համար նոր գործ եմ գտել։ Ինչ գործ բալես։ Մանկական գրքերի համար հանելուկներ ու ժամանակակից խնդիրներ եմ մտածում։ Հատը 125 դրամով հանձնում եմ։ Ասա բալես։ Դագաղ։ Այս հանելուկի մենակ էլ պատասխան եմ մտածել։ Լավ, ես գնամ շարունակեմ ստեղծագործել։ Դու հաստատ պայտակ մի տեղից դավաճանել ես։ Եվ ում հետ։ Չայնիկի։ Այս անցած տարվա ծննդիդ տորթն է։ Հա, շատ համով փափուկ տորթ էր։ Որ չես հասցնում։ Եթե չեմ սխալվում, դու չէիր աշխատում, չէ՞։ Աշխատում եմ, ու արդեն 20 տարի։ Եվ գիտես որտեղ։ Սպասի հիշեմ։ Հա, ոչ մի տեղ։ Աշխատանքի ուսուցման դասի համար պետքա չագուշտ անեի, մոռացել էի վերցնել։ Առս տորթը տար։ Այդ է, իսկական կյանքը։ Չէ, այս է կյանքը։ Այս սարոշիտ միքսերով ես արտոգի։ Լավ, այս կոշիդի 36 համար ունես։ Այսա կբեր։ Ապեր։ Այսպիսի իդեալական ոտքեր ես երբեք չեմ տեսել։ Իսկ ես հավատացել, կանացի ոտքեր շատ եմ տեսել։ Ծանոթացիր, հարթ ու գեղեցիկ ոտքերի տիրուհի Աննա։ Իմ գործընկեր Գառնիկ։ Իդեպ Գառնիկի տեսքին նայելով մի անգամից կարող ես կռահել, որ նա ամուսնացած է։ Բեկի ճարակ կոշի գպեր։ Գառնիկ, խորթ-բորթ ոտքերի տիրուհին քեզ է սպասում։ Մի հատ էլ շատ պարզ ու հասարակ խնդիր ես ասեմ, բայց քեզ չէ, մորդ։ Դիցուկ, հայրը առավոտից իրիկուն տանջվում է, որ իր ընտանիքը պահ։ Երեկոյան 150 կմ/ժ արագությամբ ակետից հոգնած ու սոված գալիս է տուն, բեկետ, որ հաց ուտի։ Հարց, այ բեկետ, ուտելիքը ուր է։ Դուրն աբաց, Դու բաց։ ես նստած եմ, Ես էլ կանգնած եմ։ գնաց, Որև ճիշ։ Ահա, քխանցակործը։ Բալես շորեր թավակի, այսօր վարասների համար գնում ես նստես։ Ինչ չում արել։ Ոչ ինչ եմ արել, գնացել ես մարդկանց այգին, քխմեջ ես արիայի, քխլալլակոտ։ Քեզ չեմ ասել խելոք պայի քեզ։ Կներես պոպջա։ Ինչ կներես, այսօրվանց պատժված ես, մի շաբաթ ոչ ուտելու ես, ոչ խմես, հետո տնամ ես մարդկանց այգին ոնց ես, կես մոտելու։ Դեռ պետք չի, երեխայա, երասնել մի մեծ բան չէր, ոչինչ։ Ես կես ծաղկացնելու եմ, վարա։ Ծիր ամուսնուն ասի, որ հանգստացի։ Գառնիկ, հանգստացի։ Մենք գնանք։ Սպասեք ուր եք գնում, տեսեք ես ասանի չեմ անելու։ Դուրը բաց։ Դու բաց։ Ես ինչ համով բաներ եք բերել։
Չվիճալեց, սա մեր տան դիմացի այգու ելակներն են։ Ինչ գեղեցիկ տուն ունեք։ Ես դրա համար չեմ հարցնում։ Ուղղակի ոնց որ եկածել է 15 տարեկան երեխու գարաժ։ Մնա Kinder Surprise-ի խաղալիքների կոլեկցիան էլ ցույց տաս ու վերջ։ Հիմա ցույց տա։ Մարի, Ազատ, Լևոն, Պամ, պարապապամ, պապամ, եւ դուք գոշակեցիք, Լևոն։ շուտ դուրս արել չեմ դիմանում։ Գնա ձեր սենյակի զուգարան։ Սենց որ գնաց մեր հարևանների այգին մյուս տարի լավ բերքա տալու։